Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին նյութերը հավանելու, ալիքին բաժանորդագրվելու և դրանք հնարավոր տարբեր աղբյուրներով տարածելու համար։ Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտնել են, որ Իրանի դեմ ընթացող պատերազմի սկզբից ի վեր վիրավորվել է մոտ 200 ամերիկացի զինծառայող։ Այս մասին հայտնում է Կենտրոնական հրամանատարության խոսնակ կապիտան Թիմ Հոքինզը։ Նրա խոսքով վիրավոր զինծառայողների մեծ մասը արդեն վերադարձել է ծառայության։ Ավելի քան 180 զինվորական վերականգնվելուց հետո կրկին անցել են ծառայության, սակայն առնվազն 10 զինծառայող շարունակում է մնալ ծանր վիճակում։ Նախորդ շաբաթ Պենտագոնի հրապարակած տվյալներով վիրավորների թիվը կազմում էր մոտ 140, որից 8-ի վիճակն էր գնահատվում որպես ծանր։ Պաշտոնական տվյալներով Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է նաև ամերիկացի 13 զինծառայող։ Կենտրոնական հրամանատարության ղեկավար ադմիրալ Բրեդ Կուպերը հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացվող Operation Epic Fury ռազմական գործողության ընթացքում ամերիկյան և դաշնակից ուժերը արդեն իրականացրել են ավելի քան 6000 մարտական թռիչք։ Նրա խոսքով գործողությունների ընթացքում Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը, ռազմածովային ուժերը և ծովային հետևակահարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող բազմաթիվ ռազմական օբյեկտների։ Կուպերը հայտնել է, որ միայն վերջին լայնածավալ հարվածների ընթացքում Խարկ կղզում ոչնչացվել է ավելի քան 90 ռազմական թիրախ, որոնց թվում են ռազմածովային ականների և հրթիռների պահեստներ։ Ծովակալ Կուպերը նաև նշել է, որ Իրանը շարունակում է ծոցի երկրների վրա հարձակումները, որոնցից շատերը ուղղված են քաղաքացիական բնակչության դեմ, և ընդհանուր հաշվով իրականացվել է ավելի քան 300 հարձակում։ Նրա խոսքով գործողության շրջանակում տարածաշրջանում տեղակայված է մոտ 50,000 ամերիկացի զինծառայող, որոնք մասնակցում են ռազմական գործողություններին և ապահովում դրանց իրականացումը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրականացված հարվածները զգալիորեն թուլացրել են Իրանի ռազմական հնարավորությունները։ Նրա խոսքով այդ գործողությունների արդյունքում Իրանի ռազմական ներուժի մեծ մասը փաստացի ոչնչացված է։ Սակայն պատերազմը դեռևս ավարտված չէ, ռմբակոծությունների սկսվելու արդեն 17-րդ օրն է, բայց ռազմական գործողությունների ավարտի մասին խոսելը դեռևս վաղ է, նշել է նախագահը։ Տարածաշրջանում իրավիճակն էլ շարունակում է մնալ լարված։ Իրանը շարունակում է արձակել բալիստիկ հրթիռներ և անօդաչու սարքեր Իսրայելի և Պարսից ծոցի արաբական երկրների ուղղությամբ։ Երկուշաբթի առավոտյան տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, ինչի հետևանքով բնակիչները ստիպված են եղել ապաստարաններ մտնել։ Միևնույն ժամանակ Երուսաղեմի երկնքում են նկատվել հակահրթիռային պաշտպանության համակարգերի արձակումներ։ Իսրայելի ղեկավարությունը հայտարարել է, որ արդեն մշակված է պատերազմի հաջորդ 3 շաբաթների գործողությունների մանրամասն ծրագիրը։ Իսրայելական բանակը շարունակում է նաև գիշերային հարվածներ հասցնել Իրանի տարբեր ռազմական օբյեկտներին։ Իրանի իշխանությունները պնդում են, որ պատրաստ են դիմակայել այդ հարվածներին։ Այսօր Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը մեծ կորուստներ են կրել։ Նրա խոսքով վերջին 10 օրում ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել ավելի քան 100 իրանական ռազմական նավ։ Թրամփը նաև նշել է, որ այդ նավերից շուրջ 30-ը նախատեսված էին ծովում ականներ տեղադրելու համար։ Ամերիկյան ուժերը հատուկ թիրախավորել են այդ նավերը կանխելու Հորմուզի նեղուցում միջազգային նավագնացության հնարավոր խափանումը։ Նրա խոսքով այդ գործողությունների արդյունքում է, որ Իրանը զգալիորեն կորցրել է նավագնացությանը սպառնալիք ստեղծելու իր հնարավորությունները։ Միաժամանակ Թրամփը կրկին կոչ է արել մյուս երկրներին ևս մասնակցել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման գործողություններին։ Նրա խոսքով այդ նեղուցով անցնող նավթից մեծապես կախված են բազմաթիվ երկրների տնտեսությունները։ Նա նշել է, օրինակ, Ճապոնիան իր նավթի մոտ 95%-ը, Չինաստանը մոտ 90%, իսկ Հարավային Կորեան մոտ 35%-ը ստանում են հենց այդ երթուղիով։ Այդ պատճառով ըստ Թրամփի այդ երկրները նույնպես պետք է ակտիվորեն մասնակցեն նեղուցի անվտանգությունն ապահովելու միջազգային ջանքերին։ Նախագահը նաև ասել է, որ մի շարք երկրներ արդեն հայտնել են իրենց պատրաստակամությունը աջակցելու այդ գործողություններին, սակայն որոշ դաշնակիցներ դեռևս բավարար ակտիվություն չեն ցուցաբերում։ Թրամփը հայտարարել է, որ նման վերաբերմունքը հիասթափեցնող է, հաշվի առնելով այն փաստը, որ Միացյալ Նահանգները երկար տարիներ ապահովել է այդ երկրների անվտանգությունը։ Նրա խոսքով, եթե երբևէ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ լինի օգնություն, նա կասկածում է, որ այդ նույն երկրները պատրաստ կլինեն աջակցել։ Եվ այն երկրների մասով, որոնք որ հայտնել են իրենց պատրաստակամությունը աջակցելու այդ գործողություններին, անուններ չի նշվում, ասելով, որ չի ցանկանում հրապարակայնորեն հայտարարել, որպեսզի երկրները չդառնան հնարավոր թիրախներ։ Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները չաջակցեն այդ նախաձեռնությանը և չօգնեն ապահովել նավարկության անվտանգությունը նեղուցում, ապա դաշինքը կարող է բախվել լուրջ հետևանքների։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի դիմել հրադադարի խնդրանքով եւ որևէ հաղորդագրություն չի փոխանակել Միացյալ Նահանգների հետ շարունակվող ռազմական լարվածության պայմաններում։ Նրա խոսքով Իրանի, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև ընթացող հակամարտությունը պետք է ավարտվի այնպիսի պայմաններով, որոնք թույլ կտան կանխել նման բախումների կրկնությունը ապագայում։ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը հերքել է նաեւ այն տեղեկությունները, թե Հորմուզի նեղուցը ամբողջությամբ փակ է։ Նա պնդում է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ միջազգային նավագնացության համար, սակայն զգուշացրել է, որ նավերի մուտքը կարող է սահմանափակվել հենց այն երկրների համար, որոնք Թեհրանը համարում է թշնամական կամ անմիջականորեն ներգրաված են Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողություններում։ Պատերազմի շուրջ միջազգային արձագանքներն էլ շարունակում են աճել եւ մի շարք երկրներ արդեն հստակ դիրքորոշումներ են հայտնում Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումների վերաբերյալ։ Գերմանիան հրաժարվել է ռազմական մասնակցությունից Իրանի դեմ ընթացող պատերազմում, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ կոչերին, որ դաշնակից երկրները աջակցեն։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Բերլինը պատրաստ է աջակցել Պարսից ծոցի նավագնացության անվտանգությանը միայն դիվանագիտական ճանապարհով, սակայն չի նախատեսում ռազմական ներգրավվածություն։ Նա ընդգծել է, որ Գերմանիայի զինված ուժերը կարող են ներգրավել նման գործողությունների մեջ միայն այն դեպքում, եթե լինի հստակ միջազգային իրավական հիմք եւ միջազգային մանդատ։ Առանց այդ պայմանների Բերլինը չի պատրաստվում ուղարկել իր ռազմական ուժերը Մերձավոր Արևելք։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը պաշտպանել է իր կառավարության որոշումը չմիանալ Միացյալ Նահանգների կողմից իրականացվող ռազմական գործողություններին Իրանի դեմ։ Նրա խոսքով բրիտանացի զինվորականները կարող են ներգրավել միայն այնպիսի գործողություններում, որոնք ունեն հստակ իրավական հիմք եւ մանրակրկիտ մշակված ռազմավարություն։ Ստարմերը նշել է, որ առանց ամբողջական պատկերացում ունենալու պատերազմի հետևանքների մասին նման որոշումներ ընդունելը պատասխանատու քաղաքականություն չի լինի։ Պատերազմի շուրջ հայտարարություն է արել նաև Ռումինիան, երկրի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Իրանի այն մեղադրանքներին, թե Ռումինիան մասնակցում է հակամարտությանը, թույլ տալով ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմական բազաները։ Պաշտոնական Բուխարեստը հայտարարել է, որ Ռումինիան հակամարտության կողմ չէ եւ հիմնական նպատակն է աջակցել դիվանագիտական ջանքերին լարվածության նվազեցման համար։ Տարածաշրջանում ակտիվ դիվանագիտական գործունեություն է ծավալում նաև Եգիպտոսը։ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին վերջին օրերին այցելել է Օման, Քաթար, Հորդանան, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Սաուդյան Արաբիա, քննարկելու լարվածության նվազեցման հնարավորությունները։ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության տվյալներով այդ հանդիպումների հիմնական նպատակն է ձևավորել միասնական արաբական դիրքորոշում տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը եւ ռեսուրսները պաշտպանելու համար։ Իրանի եւ հատկապես Իսրայելի միջև ռազմական բախումները շարունակում են սրվել եւ հրթիռային հարձակումներն արդեն հասել են նույնիսկ Երուսաղեմի պատմական կենտրոնին։ Իսրայելի իշխանությունների տվյալներով Իրանը վերջին ժամերին կրկին բալիստիկ հրթիռներ է արձակել երկրի ուղղությամբ։ Օդային տագնապի աստանշաններ են հնչել Երուսաղեմում եւ հարակից շրջաններում։ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի շարք հրթիռներ երկնքում, սակայն դրանց բեկորներն արդեն ընկել են Երուսաղեմի 5 քաղաքի տարածքում։ Իսրայելական ոստիկանության հաղորդմամբ խոցված հրթիռների մետաղական բեկորներ են ընկել նաև Ալ-Ակսա մզկիթի համալիրի տարածքում, որը մուսուլմանների համար ամենասուրբ վայրերից մեկն է։ Բեկորներ են հայտնաբերվել նաև 5 քաղաքի հրեական թաղամասում։ Երուսաղեմի 5 քաղաքը համարվում է աշխարհի ամենազգայուն վայրերից մեկը, որտեղ գտնվում են 3 մեծ կրոնների՝ իսլամի, քրիստոնեության եւ հուդայականության սրբավայրերը։ Այդ պատճառով նույնիսկ հրթիռների բեկորների ընկնելը այդ տարածքում կարող է մեծ միջազգային արձագանք առաջացնել։ Պատերազմը շարունակվում է նաև Պարսից ծոցի տարածաշրջանում, որտեղ վերջին ժամերին գրանցվել են նոր հրթիռային եւ անօդաչու սարքերի հարձակումներ։ Կատարի մայրաքաղաք Դոհայում բնակիչները լսել են ուժեղ պայթյունների ձայներ այն բանից հետո, երբ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը փորձել են խոցել ներթափանցող հրթիռներն ու անօդաչու սարքերը։ Կատարի իշխանությունները բնակիչներին կոչ են արել մնալ տներում եւ հետեւել անվտանգության ցուցումներին։ Օդային տագնապ է հայտարարվել նաև Բահրեյնում, երկրի ներքին գործերի նախարարությունը բնակչությանը հորդորել է անմիջապես տեղափոխվել մոտակա անվտանգ վայրեր հնարավոր հրթիռային հարձակման վտանգի պատճառով։ Արաբական Միացյալ Էմիրություններում դրոնային հարձակման հետևանքով հրդեհ բռնկվել Աբու Դաբիի մոտ գտնվող Շահ նավահանգում։ Երկրի իշխանությունների տվյալներով զոհեր կամ վիրավորներ չկան, ու սա արդեն երկրորդ հարձակումն է Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային ենթակառուցվածքների դեմ։ Ավելի վաղ դրոնային հարձակման հետևանքով հրդեհ բռնկվել Ֆուջեյրայի նավթային արդյունաբերական գոտում։ Երկրի պաշտպանության նախարարության հաղորդմամբ իրենց տարածքի վրա արձակվել է 6 բալիստիկ հրթիռ եւ 21 անօդաչու սարք։ Հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են խոցել այդ թիրախների մեծ մասը։ Պաշտոնական տվյալների համաձայն պատերազմի սկսվելուց ի վեր Պարսից ծոցի երկրների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 բալիստիկ հրթիռ, շուրջ 15 թևավոր հրթիռ եւ ավելի քան 1600 անօդաչու սարք։ Այդ հարձակումների հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ, այդ թվում քաղաքացիական անձիկ։
Իսրայելի պատերազմական մյուս թևը Լիբանանում է Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 886-ի, վիրավորների թիվը գերազանցում է 2100-ը։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ գեներալ Էֆի Դեֆրինը հայտնել է, որ վերջին տվյալներով Իսրայելի բանակի 91-րդ դիվիզիայի ստորաբաժանումները սկսել են սահմանափակ ցամաքային գործողություններ Լիբանանի հարավում, նպատակ ունենալով ոչնչացնել Հեզբոլլահի ռազմական ենթակառուցվածքները եւ պաշտպանել Իսրայելի հյուսիսային բնակավայրերը հրթիռային հարձակումներից։ Իսրայելում վերջին օրերին լրացուցիչ պահեստազորայիններ են զորակոչվել։ Ընդհանուր առմամբ զորակոչվել է ավելի քան 100,000 պահեստազորային, ուժեղացնելու երկրի պաշտպանությունը հարավային, հյուսիսային եւ կենտրոնական ուղղություններով։ Դեֆրինի խոսքով վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական ավիացիան նոր հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող մի շարք ռազմական թիրախների։ Հարվածների ընթացքում թիրախավորվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական կենտրոններից մեկը, որը ըստ Իսրայելի օգտագործվում էր տարածաշրջանում ահաբեկչական գործողություններ համակարգելու համար։ Բացի այդ, Թեհրանի կենտրոնում ոչնչացվել է նաև մի կենտրոն, որտեղ իրականացվում էր արբանյակների վրա հարձակման հնարավորությունների մշակման ծրագիր։ Իսրայելական կողմի խոսքով այդ համակարգերը կարող էին վտանգ ներկայացնել ոչ միայն Իսրայելի, այլև համաշխարհային տիեզերական ենթակառուցվածքների համար։ Շատերի համար անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ուղերձ Իրանի ժողովրդին ու շնորհավորելով Նովրուզը։ Ուղերձում նշվում է, որ այս տոնը խորհրդանշում է հին հավատը եւ որ լույսը հաղթելու է խավարին, իսկ բարին չարին։ Նեթանյահուն ընդգծել է, որ այս տարվա Նովրուզը առանձնահատուկ նշանակություն ունի եւ կարող է դառնալ հույսի ու նոր սկզբի խորհրդանիշ։ Ուղերձում նաեւ ցանկություն է արտահայտել, որ գալիք տարին Իրանի ժողովրդի համար լինի ազատության եւ նոր հնարավորությունների տարի։ Շնորհավորանքն ավարտել է պարսկերենով. Նովրուզը հաղթանակ լինի եւ կեցցե Իրանը։ Նորուզ Պիրուզ Պայոնդե Իրան։ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները շրջանառում են նոր տեղեկություններ Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի մասին, որոնք ըստ աղբյուրների ներկայացվել են նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Եթե մի քանի օր է խոսվում է, որ Ալի Խամենեիի որդին կամ մահացել է կամ անգիտակից է, ապա այժմ ամերիկյան մեդիան ողողվում է նրա սեռական ոչ ավանդական կողմնորոշման մասին լուրերով։ Մի քանի ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ ԱՄՆ հետախուզությունը ուսումնասիրում է տեղեկությունները, որոնց համաձայն Մոջթաբա Խամենեիի անձնական կյանքի վերաբերյալ նախկինում Իրանի ներսում նույնպես շրջանառվել են տարբեր խոսակցություններ։ Այդ տեղեկությունները ըստ նույն աղբյուրների ներկայացվել են բարձր մակարդակով անցկացված փակ բրիֆինգների ընթացքում։ Հաղորդվում է, որ նախագահ Թրամփը այդ տեղեկությունների մասին զեկուցման ժամանակ զարմացած արձագանք է տվել։ Նշվում է նաև, որ այդ քննարկումները տեղի են ունեցել հետախուզական փակ հանդիպումների շրջանակում, որոնց մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվում։ Աղբյուրների համաձայն ԱՄՆ հետախուզական կառույցները չունեն լուսանկարային կամ բաց ապացույցներ այդ պնդումները հաստատելու համար, սակայն որոշ տվյալներ ստացվել են գաղտնի աղբյուրներից, որոնք ըստ տեղեկությունների համարվում են բարձր վստահելիության մակարդակի։ Մինչդեռ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի ներկայիս գտնվելու վայրը եւ առողջական վիճակը շարունակում են մնալ անորոշ։ Ըստ որոշ հաղորդումների նա վիրավորվել է փետրվարի 28-ին Իրանի դեմ իրականացված օդային հարվածների ընթացքում, որոնց հետևանքով զոհվել էին նրա հայրը եւ ընտանիքի մի շարք անդամներ։ Այդ տեղեկությունները սակայն պաշտոնապես չեն հաստատվում։ Նշեմ, որ Իրանում միասեռ հարաբերությունները օրենքով արգելված են ու կարող են ենթարկվել խիստ քրեական պատժի։ Վերլուծաբանների խոսքով նման տեղեկությունների շրջանառությունը կարող է նաեւ լինել տեղեկատվական պայքարի գլխավոր մասը։ Դուբայի միջազգային օդանավակայանը աստիճանաբար վերականգնում է թռիչքներ։ Անօդաչուների հարձակման հետևանքով առաջացած վառելիքի պահեստի հրդեհ ստիպել էր ժամանակավորապես դադարեցնել օդային հաղորդակցությունը։ Չնայած հրդեհին, իշխանությունները հայտնել են, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմը լուրջ ազդեցություն է թողել նաեւ համաշխարհային ավիացիայի վրա։ Մերձավոր Արևելքի մեծ մասի օդային տարածքը մնում է փակ, հրթիռային եւ անօդաչու սարքերի հարձակումների վտանգի պատճառով։ Այս իրավիճակի հետևանքով բազմաթիվ հազարավոր չվերթներ չեղարկվել են, տեղափոխվել այլ ժամերի կամ ուղղակի փոխել իրենց հիերթուղիները։ Պարսից ծոցի տարածաշրջանը համաշխարհային ավիացիայի կարևոր հանգույցներից է։ Խափանումներն էլ զգալի ազդեցություն են թողնում միջազգային փոխադրումների վրա։ Մասնագետների տվյալներով ավիավառելիքի գները եւ ավիատոմսերի արժեքը զգալիորեն աճել են։ Բացի այդ, խափանվել են նաեւ որոշ կարևոր ապրանքների մատակարարումներ, այդ թվում կենսական նշանակության դեղամիջոցների տեղափոխումը։ Դուբայի օդանավակայանի վրա տեղի ունեցած այս հարձակումը արդեն երրորդ նման միջադեպն է այն բանից հետո, երբ փետրվարի 28-ից Իրանը սկսել է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրների ուղղությամբ։ Չնայած նրան, որ Արաբական Միացյալ Էմիրությունները եւ տարածաշրջանի այլ երկրներ հյուրընկալում են ամերիկյան ռազմական բազաներ, Իրանը վերջին շաբաթներին հարվածներ է հասցնում նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես օդանավակայաններին, հյուրանոցներին եւ նավահանգիստներին։
Շարունակում է ակտիվ մնալ Իրանի վերջին շահի որդին Ռեզա Փահլավին, նա հանդես է եկել նոր հայտարարությամբ, որով նշվում է, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվում ապագա անցումային արդարադատության համակարգի համար։ Փահլավիի խոսքով այդ հանձնաժողովի նպատակն է մշակել կանոնակարգեր, որոնք թույլ կտան ստեղծել ճշմարտության բացահայտման հանձնաժողով եւ հատուկ դատարան ուսումնասիրելու Իսլամական Հանրապետության իշխանության տարիներին տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները։ Նրա հայտարարության համաձայն նոր ստեղծված հանձնաժողովում ընդգրկված են իրանցի փորձագետներ տարբեր սերունդներից։ Հանձնաժողովի կազմում են Նոբելյան մրցանակակիր իրավապաշտպան Շիրին Էբադին, մարդու իրավունքների ակտիվիստ Իրաջ Մեստաղին, իրավաբան Լեյլա Բահմանին եւ իրավագիտության պրոֆեսոր Աֆշին Էլյանը։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Շիրին Էբադին։ Փահլավին նաև նշել է, որ հանձնաժողովի աշխատանքներին խորհրդատվական կարգով կմասնակցեն մի շարք միջազգային իրավաբանական փորձագետներ։ Նրա խոսքով անցումային արդարադատությունը կարևոր մաս է կազմում Իրանի ապագա քաղաքական ծրագրի, որը նախատեսում է երկրում իշխանափոխությունից հետո ստեղծել նոր իրավական եւ քաղաքական համակարգ։ Ռեզա Փահլավին իր ուղերձը ավարտել է հայտարարելով, որ ճշմարտությունը պետք է բացահայտվի, արդարությունը պետք է իրականացվի եւ ի վերջո լույսը պետք է հաղթի խավարին։ Պատերազմական թեմաներից դուրս նախագահ Դոնալդ Թրամփը այսօր ստորագրել է գործադիր հրաման դաշնային ծրագրերում հնարավոր խարդախությունները բացահայտելու եւ դրանց դեմ պայքարելու նպատակով։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներում տարիներ շարունակ տեղի են ունեցել լայնածավալ ֆինանսական չարաշահումներ, որոնք կարող են հասնել միլիարդավոր դոլարների։ Նախագահի ներկայացմամբ նոր ստեղծվող հանձնախումբը կղեկավարի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ փոխնախագահը կլինի Միացյալ Նահանգների դաշնային առևտրի հանձնաժողովի ղեկավար Էնդրու Ֆերգյուսոնը։ Նախաձեռնության նպատակն է համադրված պետական մակարդակով պայքար սկսել դաշնային ծրագրերում առկա խարդախությունների դեմ եւ վերադարձնել հարկատուների կորցրած միջոցները։ Թրամփը որպես օրինակ նշել է Մինեսոտա նահանգում բացահայտված ֆինանսական սխեմաները, որտեղ նրա խոսքով միայն մեկ ծրագրի շրջանակում խոսքը կարող է գնալ մոտ 19 միլիարդ դոլարի չարաշահումների մասին։ Նա պնդել է, որ նման խնդիրներ կան նաեւ այլ նահանգներում, մասնավորապես Կալիֆոռնիայում, եւ ընդգծել, որ կառավարությունը պատրաստվում է ուսումնասիրել բոլոր դեպքերը անկախ նահանգների քաղաքական պատկանելությունից։ Վենսը նշել է, որ նոր գործադիր հրամանը նախատեսում է նաեւ տարբեր պետական կառույցների միջև տվյալների փոխանակման ուժեղացում, քանի որ նախկինում հաճախ տեղեկատվությունը տարբեր գերատեսչություններում չէր համադրվում, ինչը թույլ էր տալիս խարդախություններին երկար ժամանակ չբացահայտվել։ Վարչակազմի ներկայացմամբ խարդախությունների դեմ պայքարի նոր նախաձեռնությունը կարող է դառնալ դաշնային կառավարման համակարգում ֆինանսական վերահսկողության ամենախոշոր ծրագրերից մեկը եւ նպատակ ունի զգալիորեն կրճատել պետական միջոցների անարդյունավետ կամ ապօրինի օգտագործումը։ Այսօր նաև նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է հետաձգել Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ նախատեսված հանդիպումը մոտ 1 ամսով կապված ընթացող պատերազմի հետ։ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ առայժմ շատ ավելի կարևոր է իր ներկայությունը Միացյալ Նահանգներում։ Ես ցանկանում եմ այստեղ լինել եւ ես պետք է այստեղ լինեմ, ասել է նա։ Նախատեսվում էր, որ Թրամփի այցը Չինաստան պետք է տեղի ունենա մարտի վերջից մինչև ապրիլի սկիզբ։ Իսկ այսօրվա համար այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, խաղաղ եւ առողջ եղեք։